Շարունակենք մեր հաղորդումը հարկելի ունգընցիրներ եւ ագընցիրներ անոնք որոնք նոր գմիանան մեզի հաջելի ժամեր ծեր բոլորին այսօր երեգոյան սիրելիներ ուրեմն ժամը 7-ին կոհար ցուցասրահի մեջ Մարմխայել դեղի պիտի ունենա աշուղներու երկաշխար երկարանի շնորհանդես եւ այս արիտով վանացանի ստուդիոները ներս մեծ ուրախությամբ կյուրընկալենք հայրենի արվեստագետ Մավր Մգրդիչյանը բարի եկածես եւ անշուշտ այս ուրեմն երկարանի հեղինակ Կարմեն Աճեմյան, բարի եկածեք։ Ուրախ եմ շատ, որ նույն հարգի տակ աշխատողներ այս պահում նույն եթերի տակ իրար հետ ենք։ Բարի լույս, բարի եկածեք։ Ինչպես է։ Առաջին այցելությունն է Լիբանան։ Չէ, եկած եք ասկի առաջ։ Երրորդ այցելությունն է, բայց առաջին այցելությունն է Վանաձայն։ Վանաձայն առաջին այցելությունն է, ինչ լավ։ Հույսով եք որ վերջինը պիտի չլա։ Այս խոսքը ոդկս խերով լինի։ Այո, հաստատ, այդ մեկը հաստատ։ Լավ, Կարմեն, մեզ ինչ կնասել այս երկարանի մասին եւ որքան քանի ամսվա, քանի տարիներու երազեր աշխատանք էր, ինչ է ծրագիր, ինչպես է սկսար այս ծրագրի իրագործման։ Իրականության մեջ մենք անգամ եւս զրույց ունեցած ենք ընկեր Վիգեն Ավակյանին հետ, անգամ եւս նաեւ կպատմեմ թե ինչպես 5 տարվա աշխատանք է այս երկարանի աշխատանքը։ Ուրեմն ես հերավոր սան եմ ամեն անգամ որ հայրենիք կայցել եմ անշուշտ Ջիվանի անվան աշուղական դպրոցը այնտեղ բարոն Թովմաս Պողոսյանը մեծ այս ուրախությամբ զիս ընդունած է եւ մեծ ջիքերով հոն է որ խաղապարը արտնցավ որ մենք պետք է ունենանք երկարան որը ուղակրությունը նաեւ լա արևմտահայերուս համար որովհետեւ գիտեք մենք այդ տարբերությունը որ գա ենթադրենք եթե ունենք երկարան արևելը հայերենով այնտեղ գրված է Թարթս լացեք այսինքն ուրեմն եթե մենք պիտի երկենք պիտի ասենք Թարթս լացեք բայց իրականում մենք դուք գիտեք որ այդ Թարթս է բայց մենք ոչ պիտի դյունով քրվի այսինքն տարով պիտի քրվի ու այսպես աշխատանքը այսպես է սկսավ եւ նաեւ ցանոթացնելու ամենակարևորը մենք Սփյուռքում կներեք Մավրի ներկայության ես արդեն արև մլավ Երևան այո Սփյուռքի մեջ շատ ցանոթ չենք այսօրվա աշուղներուն որ գործեն Հայաստանի մեջ 40 աշուղ իսկ նաև ասեմ որ ահագին երկեր կա որ գիտենք գարձենք որ ռազմահայրենասիրական են ուղղակի հեղինակ չունին ժողովրդական են բայց իրականության մեջ հեղինակներ ունին աշուղ ռազմարը այսօրվա աշուղներ են ունենք Ֆահրադը այո բոլորը ուրեմն ուզեցի ամբողջացում լա այս բոլորին իրենց կենսակրություններով մոտավորապես 40 աշուղներ արված է այստեղ եւ նորորյա աշուղներ եւ սկսած 17-րդ տարու Նաղաշ Հովնատանեն մինչեւ այսօր այսինքն կգարձեմ որ շատ քեղեցիկ աշխատանք է որ յուրաքանչյուր հայ իր տան մեջ պետք է ունենա այս երկարանը երկարանի օժդված է QR կոդով որ կարող են արցանցնայել այո շատ ճիշտ խոսենք քիչ մի երկարաններու կարևորության մասին այս օրերուն երբ որ մարդիկ քիրք չեն կարդար ընդհանրապես երիտասարդությունը ավելի է on-line արցանց մենք ալ ներառյալ այսինքն ոչ միայն նոր սերունդը մենք ալ երբեմն մեր ուշադրությունը քիրքեն դուրս ավելի մեր հեռացայիններում մեր iPad-ներում վրա բայց ադով հանդերձ երկարան ունենալը կամ ընդհանրապես երկարանի մշակույթը կարևոր է մեզի համար գնալ ուրիշ ժողովուրդներ չհասկանան ինչու համար երկարանը կարևոր է գուցեմ կարծիքդ Մավր ինչ է կարևորությունը երկարանին Տեսեք սիրելի ուրի ես այսպես եմ կարծում երկը դա ընդհանրապես երաժշտությունը մարդկանց հոգուն կպնելու ամենաարագ ու ամենաուժեղ միջոցն է հաստատ եւ հայ ազգը հոգեվոր ազգ է եւ ինքը առանց երկի ուղղակի չի կարող ապրել եւ դրա մասին եմ վկայում այդ բազմաժանր բազմաթիվ ու հազարավոր երկերի արկայությունը հայ իրականության մեջ եւ օրինակ այսպես մի օրինակ բերեմ վստահ եմ չգիտեմ Սփյուռքում ոնց է կապույտ երկարան կար բոլորի տներում այդ երկարանը վստահ եմ կար այո ուրիշ ազգերի մեջ այդ բանը երևույթը չեք տեսնի այսինքն մենք երկսիրով ազգ ենք եւ դա երկարանը ոչ թե
տաճոխություն է կամ գիրք կարդալու, դա հենց ներքին այդ հոգին լցնելուն, որովհետև մարդ ինչ որ մի բա, ինչ որ մի երգի ուզում է հիշի, վերհիշի, ես այնքան այդ երկարան անգիր գիտեի իր հերթականություն, իր ամեն Բայց ես չեմ տեսած այդ երկարանը։ Կապույտ երկարանը Հայաստանում բոլորը Ամեն մարդունի այդ երկարանն են, այո, տեսած եմ դուներու մեջ։ Եվ ինչու համար է շատ կարևոր ու շատ գովելի Կարմենի նախաձեռնությունը, ունենք երկարաններ, որը որ մինչև օրինակ վերջի երևի աշուղները, որ ներդրվել են այդ երկարանների մեջ, եղել է Շահեն, Աշոտ, բան, այս սերունդը։ Դրանից հետո Հավասին, հա։ Դրանից հետո մենք չենք ունեցել երկարաններ, որտեղ եղել են երկարաններ, բայց վերջերս ինձ մի քանի բան հասա, բայց էլի այսպես Կարմենի այս նախաձեռնությունը դրանով է շատ գովելով, որ ինքան նաև հինների հետ ներառել է նոր շրջանի աշուղներին, նոր երկեր, որովհետև հիմա մեր իրականության մեջ կան երկեր, որ շատ սիրված են, բայց ոնց նշեց Կարմենը, մենք մտածում ենք ժողովրդական հին երկեր, որ եկել է հին աշուղ։ Հին աշուղներ են, այո։ Բայց նաև շատ կարևոր է այդ հեղինակների համար, որ այդ հեղինակներն էլ հիմա ճանաչվեն, իմանան, որ իրանց երկներն են, ով է հեղինակը, ինչա, մի խոսքով է շատ կարևոր բան է, ինչ համար ողջունում եմ եւ հայտնում իմ սխորին երախտիկը որպես երաժիշտ։ Շատ լավ։ Կարմեն, մենք մեր դուներու մեջ ալ երկարաններ, մենք դունը գիշես ինչ երկարան ունեիք։ Եվ որ սկսենք երազահանի երկարանը։ Երազահանի մեջը գար, այո, երկեր գլար։ Ոնդերն սկսած ենք, անգեյետ մինչև հասնենք Կոհարի երկարան։ Կոհարի երկարան, անգերա հեղափոխական երկերու ունեինք, հեղափոխական երկերու։ Սիրիայի մեջ Շիրագ ըրած էր երկարան, Շիրագին երկարանները։ Ոսկե փորիկ կար։ Ոսկե փորիկ, այո։ Բոլորս ունենք, ասին երկարաններ եւ միջև հիմա եթե դուներու մեջ երթաս, այո, գտեսնես որ քիրքերու մեջ օրինակ սուրբ քիրքը գա, ավետարանը գա սուրբերու նվիրված եւ գողմ ադոր շարքին գտեսնես երկարաններ դրված են։ Եվ որովհետեւ ժամանակին նաեւ ասենք որ գիրակի օրերը գամի որ ընտանեկան հավաքներ կկազմակերպվեր, փարարանը անպայման մեջտեղ գելներ մեկ, փարարան գսեմ, երկարանը մեկատ գելներ։ Մեկա նայեցեք, աստեղ ասպարը ինչ գսեմ։ Եվ նույնիսկ խաղի վերածած էինք, որ բարով որ վերջանա, այդ բարով ուրիշ նոր երկ պետք է սկսել, հա։ Սպիրկը հայուն համար որքան կարևոր է նաև երկարան ունենալը իր դան մեջ, որովհետև մենք երկերը այստեղ պերան ինչ որ լսեցինք, անցավ, բայց երկեր կան, որոնց բարերը մինչև օրս մարդիկ սխալ երկեն։ Ու լսած ես Դժբախտաբար այո, չնայած մեծ սեր ունենք, միշտ ալ մենք այստեղ սպիրկի մեջ այդ հայաբահբանումը մեզի միշտ մղած է որ տեր դառնանք մեր երկերուն, ծանոթանանք, սիրենք, երկենք, բայց այնինչ որ օրինակի համար գերեւի քիչ մ նկարագրի հարց է, կամ օրինակի համար ամեն մարդ չէ որ ուշադրությամբ երկին ուշադրություն կդարձնե ով է հեղինակը կամ բարերը նույնիսկ երկիչներ հոս չեմ ուզել երկիչներու անուններ տալ ահա որ ցևով սխալ կերկեն հետո մեկալ ուզեմ սրբակրել մեր սիրելի սպիրկի երկիչներուն գգարձեն որ իրենք ինչ որ ք դարը լսեն ասենք պետք է գսեն շատ բան գհնչե երկա այսինքն բծախնդրությունն է կարևորը բայց սերը միևնույնն է որքան մենք կսիրենք հայերեն երկը երբեմն նույնիսկ հայաստանցի մրցելու աստիճան մենք երկը սիրում ենք Այո, երկը սիրելը իր գարկին երբեմն այո, այսինքն երկը սիրելը ուրիշ բան է նաև դերմը պատասխանատվություն կա այս կավադան որ երկը երբ որ մանավանդ եթե սպիրկի մենք խոսենք վանացայինի մասին օրինակ, որքան զսկուշությամբ կմոտենանք երկին բարերուն եւ նաև երկիչներ որոնք նույն երկը երկեն կդեսնես երկին բարերը փոխված են։ Ես օրինակ եմ ադադանցրել եմ որ ահա որ նեղություն կսկամ եթե երկին բարերը փոխվի։ Հիմա որոշ բաներ այսպես բարեր երբեմն դեղն ու դեղը կփոխվի, բայց ադի անուշություն կդա երկին այսպես նոր շունչ կուտա բայց այսօր որքան կարևոր է որ երկարանները նաև դառնան ուղեցույց այն արվեստակետներուն այն անձերուն եւ ոչ միայն արվեստակետ բայց չէ երկիչը լա երկը սիրող մարդուն համար էլ կարևոր է երկարանը չէ տեսեք հայ ժողովուրդը ինչով է յուրահատուկ հայ ժողովուրդը բոլորը ինչ համար էսքան շատ երկիչ հայ ժողովուրդը որովհետեւ ամենասիրելի մասնագիտությունը որովհետեւ
երեխան ծնվում է ծնող ասում է երևի Երանի ասենք երեխաս երկիչ դառնա կամ երաժիշտ դառնա Սերը ծնողներեն սա պատահական չի սա գենետիկ եկած է մեր մեջ մենք ստեղծող արարող ազգ ենք եւ երգը դա մեր ստեղծագործությունն է եւ բոլորը երգում են կապ չունի իրանք զբաղվում են մասնակցությամբ թե չէ եւ ինչ համար է նաեւ երկարանը կարեւոր շատերը գիտեն մեղեդիները բայց բառերը որպես կանոն մեղեդին ավելի հեշտ է տպավորվում է քան բառերը եւ բառերի համար արդեն պետք է հենց ասած լավ ուղեցույց որտեղ դու գիտես որ ճիշտ կլինի ամեն ինչ շատ կարեւոր նշեցիք այդ երևույթը որ շատ երկիչներ նաեւ Ես դա համարում եմ երկչեթի մեկ պատասխանատվության արժեքներից մեկը, որովհետև դու եթե երաժիշտ ես ու քո միջոցով երգը տարածվում է, դու իրավունք չունես ինչ-որ մի բան սխալ անելու։ Եթե դա փոխում ես ինչ-որ մի բան, նախ դա պետք է արդարացված լինի, նա պետք է հեղինակ ունի, եթե հեղինակ ունի, այդ հեղինակի հետ պարտադիր պետք է ճշտես։ Իրավունք վերցնես, իհարկե, որովհետև դա իր երգն է, կարելի է ասել իր երեխան է, իր երեխայի ծնունդն է, դու իրավունք չունես։ Նույնն էլ բանաստեղծի բարակային, երբեմն որպես երգի վերածվի գտեսնես բանաստեղծությանն բաժիններ այսպես փոփոխության կետարգեն կամ գհանեն կներվի սկսես, որովհետև այդ բանաստեղծը այսինքն մարդը իր ներաշխարը ամբողջ թուղթին դվեր է եւ դու իրավունք չունես, այո։ Ես որպես երգիչ, եթե մի նոր երգ սկսում եմ վերցնել սովորել, առաջին հերթին նայում եմ խոսքերը, որտեղ է, ինչ է, որտեղ վիճելի բաներ կա, եթե վիճելի տեղեր կա, օրինակ մեկը երգել է այսպես, մյուսը այնպես, ես պարտադիր պետք է դա ճշտեմ, ինչով չճշտեմ, ես չեմ հանում բեմ, որտեղ ինձնից հետո թեկուզ մի հոգի այդպես տպավորվեց, նշանակում է ես սխալ ինֆորմացիա տվեցի, այդ սխալը վերածվելու ավելի մեծ սխալի, այո։ Դրա համար շատ կարևոր է երգիչների երաժիշտների ճիշտ մոտեցումը։ Այո, վստահ։ Հուրի եթե հարց տանք երգիչին, որքանով համոզված է որ այս նորավոճի երգերը որ գերքվին։ Հասնեմ հոն։ Նախ գիրքի մասին ուզեմ անդրադառնալ։ Մեզի գրնաս ասել այս պատրաստության մեջ որու հետ գործակցեցար, ինչպես աշխատեցար եւ վստահ եմ որ շատ բաներ կան, այսինքն շատ մի երգեր, որոնք ցանկը որ պատրաստեցի, որքան դժվար եղավ երկերու ընդրությունը քեզի համար եւ վստահ եմ որ մտածեցի որ ասի վերջինը պիտի չլա կամ միակը պիտի չլա, չէ։ Որպես երկարան ասել։ Այո, երկարան։ Այո, Խոստովանի մի ունգընտիրներուն իմ ասենք ովքեր արդեն ծանոթ են աշխատանքին, որ հաջորդիվ պիտի ուզեմ ես աշխատիր նոտաներով, այսինքն երկերու նոտաները անշուշտ որքան որ հնարավոր է։ Իսկ աշխատանքին իմ կողքից եղան պարոն Թովմաս Պողոսյանը, Սայատնովա աշխուղական համույթը եւ ամենակարևորը խմբակրությունը կդարվեցավ աշխուղակի դարանեն ներս Հայաստանի, ուր նաեւ գործեն աշխուղներ եւ աշխուղ Շահենի Թուստրը Էլինար Շահենը, այսինքն շատ լուրջ աշխատանք կդարվեցավ մեկ խոսքով, հույսով եմ որ հաջորդիվ նաև այդ նոտաներով որ գսեմ ադալ կարողանա մնել հասցնեմ։ Շատ լավ, այս երկարանի, այսինքն երկարանի նպատակը, երբ որ ներկայացուցիր մեզ միտքս եկավ գիտես ինչ որ բաժանումի աշխատանք ինչպես, որովհետև երկարանները մենք քիչ առաջ ասենք որ կրատարաններում մեջ, որովհետեւ կրատարաններում մեջ չմնա։ Ինչ է գարձես ցևը, ինչ ցևով գտնանք այս երկարանը նաև նոր սերունդին ցերքի մեջ պահել։ Լուրջ հարցում է, պիտի փորձենք երևի համացանցի միջոցով այդ QR կոդը տալով, ցև մնա ճիշտ է եւ մերթ երկեր դեղատրելով, օրինակի համար քերի երկը, աշխուղ միջազի երկը դեղատրես, որովհետեւ գիտնան նաև որ այդ մեկը աշխուղ միջազին երկն է։ Ֆահրադի երկը մի քանի երկունի Ֆահրադը հայրենասիրական, ասենք մեկ դեղատրելով, եթե ունի սկեզի հետևողներ համացանցին վրա, այդ մեկը պետք է աշխատանքը լավ որ հետևողները շատ լան եւ իրենց մեկ ներկայացնես տպավորես, ինչպես որ ես իմ այս հաղորդումս որ գնեմ 7 տարի արդեն ես հաղորդում ունիմ, որ ընթացքին հեղինակները կնշեմ միշտ, որ իմանան ով է հեղինակը Եվ արդեն հիմա մարդիկ կան, որ
կգործեմ որ գիտեն հեղինակները սորվեցան ասկան ժամանակին Շատ լավ։ Մար օգտվելով ներկայությունդ հոս գիտես մենք խոսենք երկի մասին, երաժշտության մասին, մերկով ասկային հայրենասիրական երկերը վստահ որ անդրադարձած է ուրիշ սեր է մեզի համար, որովհետև մենք հոս հայրենիքեն դուրս ոդկը որ հողին վրա չէ, այդ երկերը կգաբեն քեզի, ուղղակի հոգիդ կգաբե քեզի։ Գսկաս որ դու այդ լերներում վրան ես, դու քերին գողքին ես, դու այդ բادرազները իրենց հետ մղեցիր, տեսակ մը գապ մը գայ, այսպես քախնիկ մնե որ հայրենիքը կգաբե սպյուրքա հայուն։ Այսօրվան այսպես եթե պիտի նայինք այսօրվան ասկային հայրենասիրական կամ ընդհանրապես աշխուղական երկերումը ինչ են մտածում, ինչ կդեսնես այսօրերուն, որքանով մարդիկ պատասխանատվությամբ կմոտենան երկեցողության, թե ոչին եւ թե նաեւ ինչ կներկայացնեն ժողովրդին։ Իրականում շատ կարևոր խնդրի մասին խոսեցիք, սիրելի հուրի։ Տեսեք հիմա ինչ է կատարվում ընդհանրապես հայ երկարվեստում, երաժշտարվեստում։ Ահա որ շատ են նախ երկիչները, ովքեր երգում են ինչ ասես։ Դա իրականում նաև գովելի է, որովհետև անկախ ամեն ինչից օրինակ նույն էստրադային երգիչը, ով ունի իր լսարանը ու երգում է ժողովրդական երգ, ինչ որ միտեղ այդ իր լսարանին հասցնում է նաև երգ, որը որ կարող է իմ լսարանին անհասանելի է, իմ լսարանից դուրս է դա։ Այդ առումով գովելի է շատ, որ այդ երգերը այդ նոր սերունդը լսում են, որովհետև հիմնականում այս բանի խնդիր կա նոր սերունդի մոտ սերմանելու ժողովրդական երգի հանդեպ, որովհետև միջինից բարձր տարիքում մեծ ամասնությունը սիրում եւ լսում է հիմա։ Օրինակ անկեղծ ասած, հիմա այն վիճակը չի, ինչ որ մի 15-20 տարի առաջ։ Հիմա բավականին շատ են լսում ժողովրդական երգ, ազգային երգեր բան, նաեւ շատ սկսել են անդրադառնալ այդ երգերին, սկսել են այդ երգերը նորովի մոտեցումներով բան, ես մենակ կողմ եմ դրան, որովհետեւ եթե երգ երաժշտությունը չի կրում ժամանակին հագուստը, այսպես ասած, ինքը այդ դեպքում նոր կարելի է մտածել, որ ինքը կարող է մահանա։ Չնայած ժողովրդական երգը երբեք չի մահանա, քանի ապրում է այդ ազգը չի մահանա։ Բայց շատ կարևոր է թե տվյալ շրջանում քո այն կենարար սերունդը, որը այսօր ասենք 18-ից մինչև 30-40 տարեկաններ, ես այսպես եմ ասում, ամենահարգանքով փոքրերի եւ մեծերին, իրանց մոտ ռոպագանդայի խնդիր կա եւ փառք Աստծո այսօր ունենք մենք այդ լցնող դաշտը։ Ուրիշ հարց է թե ինչով են լցնում։ Սա շատ կարեւոր է։ Ես պատահական չասեցի, որ պետք է երկիչը առաջին հերթին ամեն ինչ ճշտի, պետք է սխալ ինֆորմացիա չտա։ Այդ սխալ ինֆորմացիայից գալիս է արդեն այն մյուսը վերցնում ավելի է սխալ դարձնում են երրորդ, չորրորդ երկողը արդեն լսելով այդ նախորդներին, երգը արդեն կիսով չափ փոխվում է։ Սա վտանգ է, սա չպետք է լինի։ Դրա համար ով մոտենում է այդ երգին, ինքը պետք է պատասխանատվություն վերցնի այդ մասով։ Եվ նաև շատ կարևոր է երաժշտական մատուցումը նույնպես, որովհետև երաժշտական մատուցումը, եթե դու իրան ինչ-որ նորովի հագուստ ես ունեցնում, որը այս պահին գործիքավորումներն են, դա նորմալ է, դա կարող է ասենք ինչ-որ լինել ջազային մեկնաբանություն, չգիտեմ, փոփ մեկնաբանություն, սա նորմալ է։ Բայց երբ որ դու դրա հետ նաև սկսում ես երգի մեղեդին փոխել, երգը վերածել բան, սա էլի խնդիր է, անվտանգության խնդիր է։ Զնգենքան նուրբ հարցեր կան, որ իրարից շատ հեռու չեն, բայց այդ մի փոքր էս կողմեն կողմը շատ բաներ կարող է փոխել։ Շատ լավ։ Ինչ վերաբերվում է ազգային տարբեր երգին եւ Սփյուռքի եւ Հայաստանի այդ տարբերությունը իրականում անկեղծ ասած ես շատ զգում եմ, որովհետեւ ինչ պատճառներով հիմա չեմ ուզում խորանալ, վերջի շրջանում ազգային հայրենասիրական երգերը շատ սկսել են քիչ, ես ինքս զգում եմ որ տեղերում երգում եմ, ես միշտ փորձում եմ երգել ռոպագանդել, բայց արդեն մարդկանց ռեակցիայից զգում եմ որ մի բան կոտրվել է, մի բան այն չի, բայց դրսում արևելյան տեղերում անկեղծ ասած ավելի պիտի տեսնես, այո, Պարսկաստանում, Լիբանանում, Սիրիայում, միջին արևելքի երկիրները շատ դերևս այդ առումով ի ուրախություն ինձ, օրինակ ես շատ լավ եմ զգում այդպես է, դերևս ամեն ինչ կորած չի ստորեն եւ ուղղակի ես դες խնդրում եմ գոնե դուք էլ մի կորցրեք պահեք որ գոնե այս կողմից պետք է գա դստեվեն վստահաբար դերմը նաեւ կհասնի կգործեմ որ կհասնի շատ լավ Կարմեն ավելցնելիք ունիս Մավրին ասածին վրա եւ պիտի փակենք որովհետեւ մեկ հարցում ալ ունեմ եւ պիտի փակենք
չէ իրականության մեջ արդեն երբ հայաստանցի երկիչը գխոսի մենք ընդհանրապես կլերենք եւ մտիկ կնենք բայց ես ուրախ եմ որ քեզ նմանները կան այսօր մավերջան որ լավ երկ ես մատուցում լավ երաժշտություն եւ վերջում որ միայն պիտի հիշեցնեմ այո հիմա պիտի խոսենք ադոր մասի մեկ հարցում ալ գիտեք ինչ է ձեր կարծիքը երբ որ երկը լադիգա ժողովրդային երկ եւ կամ աշուղական երկը գարնեն եւ նոր ոճով կներկայացնես երբեմն ռիթմը մեղեթին նույնը կմնա ռիթմը կփոխվի չէ ռիմիքսներու վերամշակումներու մասին ուր է սահմանը գա սահման չէ այսօր սահման չես կարող դնել որովհետեւ ժամանակը փոխվել է գնալ ժամանակի դեմ անկեղծ ասած դա ես այդքան օբյեկտիվ չեմ համարում ինչ որտեղ նաև ի վնաս է աշխատելու մեզ այդ երկերին գնալ ժամանակի դեմ դու չանես այն ինչ որ ժամանակ որովհետև բոլոր ժամանակները իրանց գույներն են բերել օրինակ նույն մեր աշուղները նաև այդ ժամանակի մեջ ստեղծագործելով իրանք նաև այդ ժամանակի գույնի համապատասխան են ստեղծագործել իրանք լինեին հիմա ուրիշ ձև կստեղծագործեին եւ սա դարի խնդիրն է ժամանակի խնդիրն է դու չես կարող դրան դեմ կանգնել ես ինքս կողմ եմ դրան անկեղծ ասած որովհետև եթե ունի երկը հնարավորություն մի քանի տարբեր ճյուղավորումներ ստանան տարբեր ժանրային թող ստանա ինչի՞ չէ մի քանի օքի ավել կլսի մի քանի օքի ավել կհավանի Երալ լսարանը մույս լսարանը այո ինչ է գարձիկդ Կարմենտում գսիրես այսինքն երբ որ երկը առնեն հին աշուղական ժողովրդային երկը եւ նոր ոճով ներկայացնեն Համաձայն եմ բայց երեք որ գխոսեին գիտես այդ հավասի երկը քեզ էլ չի մնա հավասին ծանոթ է որպես խարն չափերով ստեղծագործող աշուղ բայց եթե իր չափերով որ կխաղան արդեն երկը ուրիշ կդառնա բայց եթե կբահեն իր ամեն ինչը ես թեմ չեմ մի հատ բանին որ թեմ եմ արդեն բոլորը գիտեն այդ AI-ով ստեղծված երկերը Ադուք երկ կհաշվես ոչ բացարձակ մարդկային ցայն չէ մարդկային շունչ չկա ինչպես նույն ցայնով կանի երկ կա Արաբերեն հայերեն անգլերեն ֆրանսերեն նույն ցայնով նույն աղջկան նույն աղջկան եւ նույն դղան հիմա վերջերս շատ դիմացս կել է Հարութ Փամբուկչյանին երկերը մեկը սկիզբը երկ վարգյանի մեջ չէ Հարութը չասի Հարութին հին երկերը մեկը բայց AI-ով պատրաստված աս օրերուն ադալ վտանգավոր դարձավ չէ տեսեք միշտ ամեն ժամանակ իր խնդիրներն ունի մի պահ կար շատ ահավոր ասալ 21-րդ տարում բայց լավ ներկա գիտես եթե այդ AI-ով պատրաստողը ինքը շատ լավ երաժիշտ լինի կարողանա ճշտել այդ ամեն ինչը շատ լավ երաժշտություն կարող է անշուշտ չէ եղած է որ օգտվենք այո բայց ոչ թե որ գեղձեմ բայց մենք մերժեցինք եւ հաղթեցինք ես այդ կարամ ասել մի բան ասեմ AI-ով ես ծանոթ եմ այդ գործիքներին մի ժամում կարելի է պատրաստել մոտավորապես մի 100-ից ավելի երկ հա ժամ 100 գացի ժամը 1-2 դեսի որ մեկ ժամում 100-ից ավելի երկ կարող է պատրաստել 100-ից մոտավորապես 10-ն էլ կլինի լսելի երկ այո այսպես սուրակ ոչ ստեղծագործողա դրանից հետո լինել ասենք ստեղ արդեն մարդկային մտքի սահմանափակում է լինել որովհետև նույն աշուղը չի կարող այդ տեմպով ստեղծագործել ու այդ որակով ստեղծագործել որովհետև դա տարիների աշխատանք է երբ որ ինքը թրսում է ջայլ ժամանակ ստեղծագործում է մի բան ստացվում է մի բան չի ստացվում տարիների ընթացքում ինքը ձեռք է բերում բայց երբ որ քո մրցակիցը այսինքն պայմանականորեն մրցակիցը AI-ն է ով մի ժամում ստեղծում է 100 երկ եւ 100-ից կոնե 10 հաջողված երկ դու չես կարող արդեն Էսա խնդիրը որ մարդկային միտքն է սկսելու հետ գնալ այո շատ լավ շնորհակալություն դուք բարի եկած եք նախ պիտի խնդրեմ որ վերջին այցելությունը պիտի չլա վստահաբար հաջորդին անգամ եւս մեր ստուդիոները ներս կյուրընկալ ենք ձեզ հիմա կարևորը հիշեցնենք այսօր երեգոյան ժամը 7-ին Քոհար ցուցասրահում է ես պիտի ասեմ ճիշտ 7-ին ճիշտ 7 հստաբահան չեն եւ չեն ուզեր ցերնարգը Քոհար համույթի այո ճշտաբահ ուրեմն եղեք Քոհար ցուցասրահն է Smart Mikhail Bank of Beirut-ի շենքն է երեգոյին անշուշտ ելույթ պիտի ունենա հայրենի արվեստագետ Մավր Մգրչյան եւ երկարանի հեղինակ Կարմեն Աջեմյան այս է երկարանը սիրելիներ եթե գփապակիկ ստանալ այսօր մագակրված բնականաբար նաեւ պիտի մագակրեմ ովքեր իսկ յետ կպիտի դրվի դերմը ծախվի այսինքն նպատակ ունիս հավանաբար
պիտի մտածեմ, բայց կյանքը սորվեցուց ինձի, որ ամեն ինչ իր ժամանակին Ճիշտ, ունել, քայլ առ հետո քայլ։ մտածել, այո, շատ ճիշտ։ Կայլ արկայլ, շատ լավ սիրելիներ, աշուղներու երկաշխար կիրքի եղինակ Կարմեն Աջեմյաններ եւ Արինա Արվեստակետ Մավր Մգրդիչյանը։ Շնորհակալություն ծերուն ընտրության Մարինե Կեզյալ, շնորհակալություն Շնորհակալություն Հուրին եւ Վարդանին Բարի Ալանշուշ։ եկած եք եւ բարի վայելում։ Այո, Ցտեսություն։ տեսություն։